Ջորջան բարի լույս, այսօր ամսի 27-ն ենք նոյեմբերի, ահագին ժամանակա վերլուծություններ չեմ արել, որովհետև հաշվի առնելով շուկայական տարօրինակ վիճակը եւ քանի որ սպասում էինք վերև բարձրանալ այս զոնայից, ինչպես որ վերջի վիդեոյում ասել եմ, որ այստեղ շատ մեծ ուժեղ զոնա ունենք, տեսնում եք, որ ինքը Bitcoin-ը բարձրանում է ու բավականին հաճելի է բարձրանում, բայց քանի որ դեռ չի ստաբիլացել, մենք ժամանակ չենք կորցրել եւ այդ ժամանակահատվածում փոխարենը ստրատեգիաներ ենք դիտարկել, ինդիկատորներ ենք ստեղծել ու ինդիկատորներից մեկը, ինչպես նաեւ սիգնալներ ենք նույնպես ձեռք բերել, շատ մեծականակ ու բավականին ստաբիլ սիգնալներ են, այս մոմերի ձևաչափերն են, կարող եք տեսնել, որ այստեղ ունենք վաճառք, որից հետո իջնում է, արկ, որից հետո բարձրանում է, վաճառք, որից հետո իջնում է եւ այսպես հիմնականում ինքը արկ, որը որ բարձրանում է այսքան, ինչպես նաեւ հետո իջնում է, բնականաբար կան թույլ սիգնալներ նույնպես, որոնք որ սրանք են, բայց նաև կան շատ ուժեղ սիգնալներ, որոնք որ երբ որ մենք համադրում ենք order բլոկերի հետ եւ այլն, այսպիսի գժական մեզ սիգնալներ կարող է տրամադրել, որ մի ցելի շաբաթ, մի ամբողջական շաբաթ ուղղակի գործ չանենք ու տեսնենք ոնց է բարձրանում կամ իջնում շուկան։ Իսկապես ինքը շատ գերհզոր, ուրեմն ինդիկատորներ են ու սա չեմ ասում գովելու համար, այլ ասում եմ նրա համար, որովհետև բոլոր մեր խմբի անդամները մուտք ունեն այս սիգնալներին եւ մեկ վայրկյան ցույց տամ, խնդրեմ, այստեղ մեր խմբակիցները 17 հոգի եւ այստեղ ամեն ժամը 1 ստանում ենք այստեղ այս սիգնալները, որոնք որ հիմնականում բավականին լավն են ու փոխարենը մենք չենք մտնում ամեն ժամ դիտարկենք որտեղ ինչ սիգնալ եղավ, այլ փոխարենը 300 պլյուս coin-եր ավտոմատ կերպով վերլուծվում է մեր բոտի կողմից ու մեզ տրամադրվում է միանգամից սիգնալը, որտեղ ինչ կա, մեզ այն զուտ մնում է հասկանանք արժի գործարքի մտնել, թե չարժի գործարքի մտնել։ Եկեք երկրորդ կարևոր բանը ձեզ ասեմ, որովհետև կարծում եմ անակնկալի ոչ մեկի պետք չի բերել ու հետևյալն է ասելիքս, որ քանի որ մեր ազգին ոչ մեկի չի հետաքրքրում էժան եւ որակյալ կրթություն դասընթացներ on-line, խոսքս վերաբերում է 27000 դրամանոց փաթեթին, որտեղ որ իսկապես շատ լավ դասընթաց է, կարող եմ ձեզ ցույց տալ մեր վերջին գրառումը։ Հայկ ջան, շնորհակալ եմ, իրոք պրոֆեսիոնալ ձևով ամեն ինչ մատուցում ես, միջև քեզ շատ մարդկանց եմ հետևել, 1000 հատ ինդիկատորներով կազինո խաղացողներ էին, շնորհակալ եմ շատ, եթե ուրիշ դասընթացներ լինի, անպայման կփորձեմ միանալ, հա, ճիշտ է բինարնի տրեյդեր եմ, տրեյդ եմ անում, բայց քո տված գիտելիքները ամեն ինչ աշխատում է, հենց մեկը Fibonacci-ն, որ ոչ միտեղ Հայաստանում չեն խոսում դրա մասին, բոս, չոչեր եւ այլն, ես ոչ մեկի դասընթացներին վճարովի թե անվճար չեմ հանդիպել, որ նման խորացված ձևով ամեն ինչ ներկայացնեն։ Սա մեկն է, որի համար շատ շնորհակալ եմ ու գոհ եմ նման արձագանքի համար։ Լիքը եւս նույնպես այսպես ունեմ, ես չեմ սիրում գովել, բայց կարծում եմ ճիշտ կլինի ուրիշ անձանց, ուրիշ մարդկանց կարծիքը նույնպես լսեք, որպեսզի ու տեսնեք, հա, որպեսզի դուք ինքներդ համոզվեք, որ որակյալ է։ Ու քանի որ մարդիկ նորից եմ վերադառնում իմ խոսքին, չեն սիրում էժան եւ որակյալ բան, որոշել եմ, որ մինչև տարվա վերջ պահպանելու եմ այս գինը, ամսական 27000 դրամ, որից հետո գինը բարձրանալու է 270000 դրամ միանգամյա վճարա լինելու մեկ տարվա մուտքի համար։ Այսպես կարծում եմ ավելի գրավիչ կլինի, որովհետև ավելի թանկ է, բայց փաստացի ես ոչինչ չեմ փոխելու մեջը։
եւ մարդիկ մի ամսվա փոխարեն, մի անգամից մի տարվա փոխարեն 270,000 դրամ կվճարեն, մուտք կունենան բոլորես գիտելիքներին եւ հուսով եմ պրոֆեսիոնալ թրեյդեր կկարողանան դառնալ։ Եվ այսպես եկեք անցնենք վերլուծությանը, որը որ նույնպես կարևոր է։ Տեսեք, շաբաթական ունենք մեծ դիմանդ զոնա, որը որ եկել է կպնելուն պես բարձրացել է։ Մեր խմբում ես ներկայացրել էի, որ այս շաբաթական դիմանդ զոնայի փոխարեն գալիս ենք այս order block-ին ենք կպնում, իր աղբյուր order block-ը եւ տեսնում եք, որ կպնելուն պես 80,881 կպնելուն պես բարձրացել է վերև միջև այս զոնաները, okay, այսինքն 80,000-ից 91,000, $10,000 այս մի քանի օրվա ընթացքում բարձրացել է այն զոնան, որը որ VIP խմբի հետ մենք խոսել էինք։ Այստեղ ունենք բնականաբար RSI, որը որ բավականին ներքև էր, ունենք վախի եւ grid index-ը, որ նույնպես շատ ցածր էր, հետեւաբար երբ որ ամենաներքևն ես դու լինում, միակ տարբերակը բարձրանալն է ու հենց դա էլ Bitcoin-ը արել է։ Կարծում եմ, որ դեռևս միջև այս զոնաները, այս կան կտորը 97-92-ի սահմաններում մենք տեսնելու ենք մի հատ անկում ու եթե ի վերջո պահպանվի այս զոնան, կարծում եմ կշարունակի վերև բարձրանալ, որովհետև դեկտեմբերը նույնպես պատմականորեն բարձրացող ամիս է ու ես դեռևս չեմ մտկափոխվել որևէ կերպ, որ շուկան բարձրանալու։ Ինչի համար եմ այս մտքին, որովհետև ֆունդամենտալ ոչինչ չի փոխվել, բացի այն, որ զուտ տեխնիկապես իջնում է այս ամեն ինչը։ Մենք երբ որ $121,000 արժեք ունեինք Bitcoin-ի տեսանկյունից, Չինաստանի այդ պատերազմի տենց ոնց որ վտանգներ կար, ոչ թե ռազմական, այլ ուղղակի trading-ի տեսանկյունից, դրա համար սենց ընկավ տեղի ներքև, դրանից հետո սկսել է շարունակել ներքև իջնել, անկախ ինչքան դրական նորություն կա։ Դրական նորություն կա իջնում էր, բացասական նորություն կա իջնում էր, նորություն չկար իջնում էր, մի խոսքով անընդհատ իջնում էր։ Ու այս իջնելը ինչ որտեղ մասնագետները, ինչպես նաև ես, կարող եմ փաստել, որ այո, այս 30% պլյուս-մինուս անկումը ինքը լրիվ նորմալ է, պատմությունը նույնպես ցույց է տալիս, որ այստեղ 30, ինչքան է 33% անկում է այստեղ տեղի ունեցել, այստեղ 100,000-ից մինչև 74,000 30% անկում է տեղի ունեցել, այստեղ 73,000-ից մինչև 51,000 49,033% անկում ունեցել, ու այս բոլոր անկումները պլյուս-մինուս հաջորդվում են աճով, okay? Հենց որ վերջին անգամ, որ այս կարգի RSI ենք ունեցել, փետրվարի 26-ին է եղել, որտեղ որ Bitcoin-ը նույնպես իջել էր 70 քանի հազար $, էլի եկել էր պլյուս-մինուս այս զոնան կպել էր, այս order block-ը մեծ դիմանդ զոնայում ու կարա բարձրանա, կարծում եմ կարա բարձրանա ու ինչքան կարա բարձրանա, ես հուսով եմ, որ դեռևս այն $200,000, $250,000 շեմը դեռ կարա հասնի, որովհետև չգիտեմ լսել եք թե չէ, 4 ցիկլանի փոխարեն 5 ցիկլ է արդեն այս բանը դիտարկվում, կարող ենք սա նույնպես նայել, 13 օր անց էլի մեր սիրելի Բիձեն խոսելու է եւ տեսնում եք, որ արդեն իսկ վերջին անգամ որ խոսել էի 50-50 էր, հիմա 85% հավանականություն կա, որ եւս մեկ անգամ էլ է ոնց որ իջեցվելու 0.25-ով, այսինքն արդեն դառնալու է ոչ թե 4%, այլ 3.75։ Նենց որ սա նույնպես դրական նորություն է ու հաշվի առնելով նորից եմ կրկնում $120,000-ի ու հիմիկվա սիտուացիան կարծում եմ ավելի լավ է։ Այո, դուք կասեք, դե BlackRock-ը այն մնացածը սաղ վաճառում են, բայց չենք դիտարկում, որ սա կարա ուղղակի ցիրկ լինի, հա, մի հատ շատ գեղեցիկ բեմ, որտեղ որ
ամեն մեկը ինչ որ բան է խոսում։ Ես չեմ բացառում իհարկե մի փաստը, որ իսկապես կարա շարունակի ներքև իջնել։ Շաբաթական ուշադիր լսեք։ Շաբաթական ուրեմն մեր զոնան, որ ես կասեմ, всё, արդեն փոխվել է տրենդի գաղափարը այն է, որ մենք այստեղ, այս ներքևը 74563 մեր protected loan-ը, այսինքն մեր պաշտպանված ամենացածր կետն է, որտեղ որ եթե հանկարծ այս մակարդակից ներքև է ինքը փակում մարմնով, արդեն լրիվ տրամաբանությունը փոխվում է։ Դրանից հետո արդեն ես կդիտարկեմ դեպի ներքև իջնող, բայց միայն այն ժամանակ, երբ որ փակի այստեղ ներքև, բարձրանա 107-110,000 դոլար ու այս զոնայից նոր իջնի, այսինքն սենց մի բան։ Եկավ փակեց 72000 ենթադրենք բարձրացավ, որտեղ այս փակելուց հետո ինքը պարտադիր բարձրանալու է։ Բարձրացավ 108000, էլ 108000-ը ես չեմ ակնկալելու 150000 այդ պարագայում։ Այլ ակնկալելու եմ ավելի շատ, չգիտեմ, մոտ մի 60000 կամ 44000 պլյուս մինուս։ Այս զոնաներն եմ դիտարկելու, եթե գա այստեղ չոչանի, բայց եթե ի վերջո պահպանվի այս զոնան ու շարունակի վերև բարձրանալ, ես իսկապես չեմ բացառում, որ 150-200,000-ը հասնելու է։ Սա իմ ենթադրությունն է, իմ գիտելիքի հիման վրա։ Ամեն մեկը մի կարծիք ունի, մարդ կա, որ ասում է, չէ, աշխարհի վերջն է, հեսա փլուզվելու այս ամեն ինչը։ Ես էլ դեռևս ունեմ զոնա այստեղ։ Այստեղից ներքև իջավ, օքեյ։ Ես արդեն մտքափոխվում եմ։ Քանի դեռ չի իջել ու քանի դեռ դրական նորություններ ա լինում կրիպտոյի համար, ես շարունակելու եմ դիտարկել դեպի վերև։ Լավ զոնա է այստեղից առնելը, միանշանակ։ Դուք կարող եք նույնպես դիտարկել, այստեղ մենք մի փոքր ասեմ, որ order block ունենք, որտեղ որ եթե հանկարծ այս զոնայից իջնի այս զոնա, այսինքն այս զոնան կոչված է 92-ից 97000-ից սկսի իջնել ներքև, 92000-ից, ապա 88000 դոլարանոց զոնան, 88-ից 86 զոնան բավականին դրական զոնա է, որ այսպիսի սենց պատկեր լինի, okay? Որովհետև ի վերջո ես սպասում եմ, որ եթե ինչ բիտքոյնը միջև կարճաժամկետ կարա բարձրանա 104000 դոլար։ Այս առաջին order block-ը, որ այստեղ կա։ Այստեղից միանշանակ կարծում եմ, որ մի հատ լավ կիջնի, հետո հուսով եմ կբարձրանա, կամ էլ եթե այս ժամանակահատվածը արդեն իսկ Ֆեդերալի ռեզերվի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության օրերը եղավ, արդեն ըստ սիտուացիայի կդիտարկենք։ Բայց դեռևս սա է իմ պատկերացումները, հուսով եմ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, հուսով եմ stop loss միշտ օգտագործում եք ու խնդրում եմ fake high-երից հեռու մնացեք։ Ես ինվեստիցիոնի ոչ մի տեսակի առաջարկներ չեմ անում ու ոչ մեկի նախ եւ առաջ ես չեմ գրում առաջինը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք, այս կոմենտում նման բաներ չեմ անում, որպեսզի ապահով լինենք, դուք էլ իմանաք, որ ես երբեք չեմ գրել, եթե դուք ինձ չգրեք։ Okay? Դե կհանդիպենք հաջորդին, լավ եղեք։ Bye.